Բարև ձեզ։ Եթերում տաղավարում հաղորդաշարն է եւ մենք ինչպես խոստացել էինք շարունակում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մատենադարանի եւ հրատարակչության բաժնի պետ Տեր Արարատ Քանա Պողոսյանի հետ քննարկել հայ եկեղեցուն եւ հայ մշակույթին, հայ ինքնությանը վերաբերող տարբեր թեմաներ։ Այսօր խոսելու ենք Տեր հայր ինչպես պայմանավորվել էինք հայ եկեղեցու եւ հայ եկեղեցու դերակատարության մասին մի գործում, որը շրջադարձային, այդպես բեկումնային եղավ հայոց պատմության մեջ, հայոց գրերի գյուտի մասին։ Շատ կարևոր, հատկապես մեր օրերի համար շատ կարևոր թեմա է, ընտրությունը կանգնել է այդ թեմայի վրա։ Հայոց եկեղեցու դերակատարությունը գրերի գյուտի մեջ ուղղակի է եւ անուրանալի, անփոխարինելի։ Բայց եկեք մանրամասնենք, թե նախ խոսենք այն մասին, թե ինչ իրավիճակում էր երկիրը, ինչով էր պայմանավորված գրերի գյուտի ստեղծման, անհրաժեշտությունը, եւ հետո խոսենք նաեւ, թե ինչ տվեց այն մեզ, մենք շատ հաճախ ասում ենք մեր զինվորները, մենք շատ ենք ավելի վերագրում, կարծես թե պիտի գրերը նաեւ այսպես ասած փոխարինեին հայոց բանակին, այն աստիճանի ենք մենք սրբազանցրել գրերը մեր, տառերը մեր, բայց խոսենք այդ իրավիճակի, աշխարհաքաղաքական այն իրավիճակի մասին, որում հայտնվել էր Հայաստանը, ըստ էության հայոց արշակունի արքաների նախավերջին արքայի օրոք, Վռամշապուհի օրոք ստեղծվեցին եւ 3 մարդու պարտականենք, առաջին հերթին Մեսրոպ Մաշտոց, հետո նաեւ հայոց կաթողիկոս Սահակ Պարթև եւ բնականաբար թագավորին Վռամշապուհ արքային, որը այսօրվա բառով ասած, կարծես թե գործատուն էր, ինքը պրոդյուսերն էր այդ գործի։ Գրերի գյուտի նախօրյակին Հայաստանում այնքան էլ լավ չէր վիճակը։ Նախ հիշենք, որ 387 թվականին Հայաստանը բաժանվել էր երկու մասի՝ Սասանյան Պարսկաստանի եւ Հռոմեական կայսրության միջև։ Մոտավորապես 20% Հայաստանի դա անցել էր Հռոմեական կայսրության, իսկ մնացածը Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ էր։ Շատ չէր անցել հայ ժողովրդի քրիստոնեության ընդունումից, պետական կրոն հռչակումից հետո շուրջ 100 տարի էր անցել եւ կարիք կար, որպեսզի քրիստոնեությունը որպես վարդապետություն, Աստծո խոսքը տարածելու եւ ամրապնդելու ժողովրդի մեջ, որպեսզի քրիստոնեությունը դառնար հայ ժողովրդի կենսակերպը, կյանքի անբաժան մասը։ Բայց դրան խանգարում էր այն, որ մենք թեև շատ հայ պատմաբաններ վերջին 100 տարիների ընթացքում ուսումնասիրել են այս թեման եւ նաեւ հրապարակի վրա կան բավականին արժեքավոր գիտական աշխատություններ, որոնցով ասում է, որ հայ ժողովուրդը ունեցել է այսպես գրային համակարգ, բայց չենք ունեցել այբուբեն։ Շատ կարեւոր է հասկանալ, որ անհնար էր Աստծո խոսքը դարձնել ժողովրդի սեփականություն, այսինքն անհրաժեշտություն կար, որպեսզի փոխաբերական իմաստով Աստված խոսեր հայերեն։ Ահա հենց այս խնդիրն էր, որ մեր մեծագույն հայը Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ընկալեց եւ իր առջև նպատակ դնելով կարողացավ ի վերջո վերջնարդյունքում հասնել նպատակին։ Բայց տեսնելով, որ նախնական շրջանում նրա մտահոգության առիթը ինչն էր, որ երբ նա տիրապետելով եւ ասորական եւ հունական դպրություններին, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում դպրությունը, պաշտոնական գրագրությունը հատկապես տեղի էր ունենում երկու լեզուներով կամ 2-3 լեզուներով՝ հունարեն, պարսկերեն, ասորերեն, անհրաժեշտություն կար, որպեսզի ունենանք սեփական այբուբենը եւ այն ինչ որ կարդում ենք կարողանանք ոչ միայն բանավոր բերանացի թարգմանել ժողովրդի համար, այլ նաև ստեղծենք գրային համակարգ, այբուբեն եւ թարգմանենք այդ նյութը հանձնելով հայ ընթերցողին, որպեսզի ավելի հեշտ կարողանար ընկալել Աստվածաշնչի պատգամները եւ Աստծո խոսքը։ Երբ Մեսրոպ Մաշտոցը դառնալով կրոնավոր գողթնում սկսում է քարոզչություն, իր մեթոդը Աստծո խոսքի քարոզչության կարդալ եւ բանավոր թարգմանելն էր, որին հաջորդում էր նաեւ բացատրությունը Սուրբ գրքի աստվածաբանական
այսպես մեկնաբանություն է։ Եկեք շատ առաջ ընկնենք, հա, Տեր հայր, դուք շատ փայլուն նկարագրեցիք իրավիճակը քաղաքական, հա, այսպես ասենք, էլի, արդեն զգացվում էր, որ հայոց պետականության կորստի, հա, այդպես աղազանգեր արդեն կային, բաժանված էր երկու մասի, մեծ ու փոքրը, հա, Հռոմեական եւ Սասանյան Պարսկաստանի միջև, եւ այստեղ ամենակարևոր օղակներից մեկը պետության պաշտպանության հանդես եկավ հենց 100-ամյա եկեղեցին, պետական եկեղեցին, իսկ պետականության հզորացման համար պետք էր անհրաժեշտ էր, որ նաև ինքը եկեղեցին ավելի հզորանա, եկեղեցին չէր կարող, հա, այդպես իր հույսը դնել մշտապես կենտրոնախույս այդ նախարարական տների վրա, այսինքն եղել են պատմական շրջաններ, երբ արքունիքը եւ եկեղեցին հայոց որոշակի հակասություններ են ունեցել, գաղափարական, քաղաքական եւ այլն, բայց սա եզակի պահերից մեկն էր, երբ որ արքունիքը եւ հայոց եկեղեցին ունեին նույն շահը, երկրի շահը, պետականության շահը եւ դրա համար պետք էր ժողովրդի արդեն աջակցությունը։ Իսկ ժողովրդի աջակցությունը ճիշտ եք ասում 100 տարի էր որ կար, բայց 100 տարի էր որ քրիստոնեությունը պետական կրոն էր ընդունված, ես մինչև նկարը հանումը երբ որ զրուցում էինք, ես մի գրքի մասին ասացի, հա, Արտաշես Մարտիրոսյանի Մաշտոց գրքի մասին, այնտեղ դուք ձևակերպեցիք այսպես, որ Աստված պիտի խոսեր հայերեն, իսկ ինքը մի այլ կերպ, նույն միտքը մեկ այլ կերպ, հա, ասում է Հայաստանում պետական կրոն էր քրիստոնեությունը, բայց պետք էր որ կրոնը դառնար հավատ։ Իսկ հավատ դառնալու համար բնականաբար պետք էր ժողովրդին իր լեզվով գրականություն մատուցել, իր լեզվով տեքստեր, որպեսզի մռնելի ու հասկանալի լիներ։ Այո, իսկապես 5-րդ դարի սկզբին մեր պետության համար իսկապես ստեղծված էին լուրջ սպառնալիքներ։ Հաշվի առնենք, որ Սասանյան Պարսկաստանը, որի տիրապետության տակ անցել էր Հայաստանի մեծագույն ճնշող մեծ մասը, նաև գաղափարական թշնամի էր տեսնում, որտեղ մեր հայոց թագավորները պարթև էին, իսկ նրանք իշխանության էին եկել Պարսկաստանում գահանքեց անելով պարթևներին։ Նրանց մեջ կարող էին տեսնել իրենց գաղափարական հակառակորդներին, վտանգը։ Իսկ հռոմեական կայսրության մաս կազմած թագավորությունը հայկական գոյատևեց ընդամենը 2 տարի։ Այսինքն մենք կանգնած էինք ձուլման վտանգի, իրատեսական վտանգի առջև։ Եվ այստեղ է այս Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Սահակ Պարթև եւ Վռամշապուհ թագավոր այս 3 հոգու համագործակցության արդյունքն էր, որ ստեղծեց այնպիսի մի իրավիճակ, որ մեզ թույլ է տալիս նույնիսկ բանակ չունենալու դեպքում պահպանել մեր հայկական ինքնությունը եւ խտացված կերպով նաև մեր պետականության վերականգնման, պաշտպանման, պահպանման հիշողությունը պահել։ Հայի ամենակարևոր ինքնության բաղադրիչը հայերեն լեզուն կրելն է։ Բայց դա հետագային դարձավ մեր ինքնության բաղադրիչը։ Սկզբնական շրջանում, ինչպես շատ մասնագետներ նկատել են, առաջնային նպատակը եղել է Սուրբ գրքի թարգմանությունը։ Կրոնական է եղել։ Այո։ Բայց չգիտեմ, էլի մեզ կարող ենք թույլ տալ, թե ոչ, մտածելու, որ գիտակցնում էր նաև դրա պատմական նշանակությունը եւ քաղաքական նշանակությունը։ Թե հետո դա եղավ ակամայից։ Իմ կարծիքով, հա, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի հետ միանալու թագավորի, հա, թագավորի տեսլականում անպայման կրոնականից դուրս բան կա։ Անպայման կա գիտակցում, հա, նաև պետական եւ քաղաքական շահի։ Ես ուզում եմ ձեր ասածը երկրորդել ու փաստել հենց պատմիչի ներկայացրած բառերով, երբ նկարագրվում է ինչպես եկավ այն եզրակացության, որ պետք է ունենալ սեփական այբուբեն Մեսրոպ Մաշտոցի մոտ, հղացավ այդ միտքը նրա մոտ, ասում է երկար ժամանակ այսպես մտածելուց հետո որոշեց գալ եւ այդ մասին պատմել Սահակ Պարթևին, կաթողիկոսին։ Ասում է, երբ պատմեց նրան, տեսա, որ այդ մասին նաև մտածել է Սահակ կաթողիկոսը,
որոշ ժամանակ անց որոշում են գնալ երկուսով իրենց նախաձեռնության, ծրագրի, գաղափարի մասին պատմել ու ներկայացնել նաև թագավորին։ Պարզվում է, որ թագավորն ինքն էլ է այդպիսի մտածումների մեջ եղել, ավելին, նա ասում է, որ ժամանակին Միջագետքում ես Դանիել ասորում տեղեկություն ունեմ, որ այսպիսի գրեր կա, այսինքն ցույց է տալիս, որ այն ինչ որ մտահղացավ Մեսրոպ Մաշտոցի մոտ, մտատանջել եւ մտայնություն կա։ Այո, մտայնություն է եղել եւ կաթողիկոսի մոտ եւ թագավորի մոտ։ Սակայն այսպես ընթացքի դնողը, տկնողը, չարչարվողը, երախայրիկը վայելողը եղել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, որը եւ արդարացի կերպով այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ այն ինչ որ արեց նա մեզ համար դարձավ երաշխիք հարատևելու առ այսօր եւ ապագա։ Եթե կարճ ասենք, որն էր գրերի գյուտի, հա, Մեսրոպ Մաշտոցի անձի, անհատի սխրանքը ինչու՞մ էր։ Սկիզբ դրեց ազգային մշակույթին, որն էլ դարձավ մեր ոսկեդարը։ Ոսկեդարի միջոցով մենք ունեցանք ոչ միայն մեր սկզբնավորող ազգային մշակույթը, գրականությունը, այլ նաև փառապանց թարգմանական դպրոց, այս ամենը դարերի ընթացքում եկավ հղկելու, կերտելու, այսպես հավիտենության մեջ, պատմության մեջ հավիտենական այսպես ընթացք ապահովելու մեր ազգային ինքնությանը։ Եթե մենք կտրենք մեզ մեր հայոց լեզվից, մեր մշակույթից, շատ կարճ ժամանակ հետո մենք կենթարկվենք սպիտակ ջարդի, այսինքն շատ արագ կձուլվենք։ Այս աշխարհի արագ ընթացող աշխարհի մեջ հայը չի կարող գոյատևել, հավատարիմ մնալ իր ինքնությանը, եթե ինքը չի վերաբերում իր լեզվին այնպես, ինչպես Աստծո կողմից տրված շնորհի, որովհետև ես ուզում եմ հավատալ պատմիչների այն գրությանը, երբ նրանք ոսկեդարի մեր պատմիչների հիմնականում բոլորն էլ անդրադարձել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցին եւ գրերի գյուտին, որ այս գրերը Աստծո կողմից շնորհ էր, որ տրվեց հայ ազգին։ Եվ Աստծո կողմից տրված շնորհը չի կարող ինքնանպատակ լինել, այն պիտի ծառայի ոչ թե մեկի կամ երկուսի շահին կամ ուղակի եկեղեցու շահը սպասարկի, այլ դա ուղղված է ամբողջ ժողովրդին եւ ես ուզում եմ հավատալ եւ այդպես է, որ գրերի գյուտը դա շնորհ էր, որ Աստված արեց հայ ժողովրդին եւ մեր պատմությունը փայլուն կերպով ապացուցում է, որ այդ շնորհի միջոցով է, որ մենք այսօր հայ ենք եւ ունենք հայի ինքնագիտակցություն։ Տեր հայր, կարող ենք ասել, որ Աստվածաշնչի թարգմանությունը, հա, որին ձեռնմուխ եղան գրերի գյուտի ստեղծումից անմիջապես հետո Մաշտոց եւ իր աշակերտները, դարձավ քաղաքական մի մեծ հեռանկար ու տեսլական, որովհետեւ այսպես ասած մենք կողմնորոշման խնդիր լուծվեց, հա, դեպի արևմուտք, դեպի եվրոպական ընդհանուր քաղաքակրթություն, այն ինչ որ հետո կոչվելու էր համաքրիստոնեական մշակույթ եւ, հա, քաղաքակրթություն, ըստ էության մենք այդ քայլով արդեն մեզ դրեցինք այդ ճանապարհի վրա, դարձանք մի մասը։ Եթե այսօրվա բառապաշարով խոսենք, Մեսրոպ Մաշտոցի եւ նրա գործակիցների արածը մշակութային հեղափոխություն էր։ Այն ինչ որ արեց Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի եւ Վռամշապհ թագավորի օգնությամբ իսկապես սկիզբ դրեց մի տեսակ քաղաքակրթության, որը չակերտավոր դատապարտված է մինչև աշխարհի վաղճանը գոյատևելու կամ լինելու։ Այն ինչ որ արեցին նրանք դարերի մեջ պատմության քննությունը բռնել է եւ այս քաղաքակրթական արարքը, սխրանքը իսկապես մեզ համար ոչ միայն վերածվեց հայերեն գրելու, հայերեն կարդալու այն նպատակին, ինչ որ կարող ենք ենթադրել սկզբնական շրջանում ունեցել են, այլ դարձավ մեր մտածողության, մեր ապրելակերպի, մեր ողջ մշակութային ժառանգության մասը, հայերեն մտածելը եւ հայերեն գրելը, դրանք ապահովում են մեր ապագան եւ ստեղծում կապ մեր անցյալի
նվաճումների, մշակութային ժառանգությունների միջև, այսինքն հայոց լեզվի միջոցով մենք կարողանում ենք երբ այդ լեզուն նաև դարձավ գրավոր, մենք կարողանում ենք կապը ապահովել ներկա սերունդի միջև, անցյալի եւ ապագայի սերունդների միջև։ Սա շատ հետաքրքիր ֆենոմենալ արարք էր Մեսրոպ Մաշտոցի։ Իդեպ նա ոչ միայն հայերի համար գրային համակարգ ստեղծեց, նա յուրահատուկ կերպով նաև գրային համակարգ ստեղծեց աղվանքի համար, վիրքի համար, այսինքն ու դրանք բավականին երկար դարեր նաև կիրառելի են եղել այդ ժողովուրդների կողմից։ Մեսրոպ Մաշտոցի որպես գործչի, որպես մտածողի, եկեղեցականի ֆենոմենը բավականին մեծ է։ Հետո դպրոցներ բաց, անմիջապես նա դարձավ նաև հայ դպրոցի հիմնադիրը։ Կրթությունը դարձրեց հասարակության լայն շերտերի, նա ոչ միայն նրանց նպատակը էլիտաներին կամ արքունիքը կրթելն էր, այլ նրանց նպատակը մարդկանց դարձնել գրագետ, հասցնել յուրաքանչյուր գյուղ, հասցնել յուրաքանչյուր ընտանիք, դրան էր միտված նրա այն քայլը, որ երբ Վաղարշապատում դպրոցը հիմնեց, այս արևելյան Հայաստանում, որը արդեն թագավորություն էր, հիմնեց դպրոցները, ավարտեց գործը, ասում է պատմիչը, նկարագրում է, թե ինչպես նրանք անցան Հայաստանի արևմտյան հատված, որը ենթարկվում էր Հռոմեական կայսրությանը, եւ այնտեղ որոշակի դժվարություններ հաղթահարելով դպրոցներ հիմնեցին, այսինքն հենց Մաշտոցի շնորհիվ էր, որ կրթությունը, գիր ու գրականությունը հասանելի դարձավ պարզ հային, մինչ այդ դա մենաշնորհ էր արքունիքի կամ իշխանական տան ներկայացուցիչներին։ Այսպիսով հայերեն հայ դպրոցը նաև հասանելի եղավ հասարակության լայն շերտերի համար։ Դրանով նաև մեր ազգի կրթվածության աստիճանը բարձրացավ։ Կարելի է ասել, շատ հաճախ նաև գրականության մեջ այսպիսի տերմին եմ հանդիպում էլի, կարելի է ասել, որ գրերի գյուտով եւ Աստվածաշնչի թարգմանությամբ Հայաստանում քրիստոնեությունը ազգայնացվեց։ Մասնագիտական գրականության մեջ, այո, գրերի գյուտից հետո ասում ենք, որ եկեղեցին ազգայնացվեց, հայացվեց եւ Աստվածաշնչի թարգմանությունն էլ բավականին բացառիկ երևույթ է ընդհանրապես Աստվածաշնչի թարգմանության համապատկերի մեջ, ասեմ, որ դեռևս 1-2 դար առաջ արդեն օտարները մեր գրափար թարգմանությունը կոչել են Թագուհի թարգմանությանց, որպես լավագույն ու կատարյալ թարգմանություն։ Մենք ունեցանք ոսկե դար, մենք ունեցանք թարգմանական փայլուն դպրոց, որի շնորհիվ նույնիսկ թարգմանվել են հայերեն այնպիսի երկեր, որոնց բնագրերը այսօր համարվում են կորած, այսինքն ոսկե դարում եւ ոսկե դարին հաջորդող թարգմանական շրջանում թարգմանվել են տարբեր լեզուներից այնպիսի նշանավոր եկեղեցական հայրերի կարևոր աշխատություններ, որոնց բնագրերը կորած են եւ միայն պահպանվել է դրա հայերեն բնագիրը, դառնալով սկզբնաղբյուր ամբողջ քրիստոնեական գրավոր մշակույթի համար։ Այս իմաստով Մեսրոպ Մաշտոցի արածը դուրս է ժամանակից եւ տարածքից, դրա համար մենք մեր բանավոր զրույցների կամ հանդիպումների տարբեր լսարանների հետ, երբ խոսում ենք եւ քննարկում ենք մեծագույն հայի դերը ում կարելի է վերապահել, բոլորն էլ միաբերան եւ միակարծիք են, որ մեծագույն հայի տիտղոսը պետք է վերապահել Սուրբ Մեսրոպ Մաշտոցին։ Դեր եկեք չմոռանանք, բայց հատուկ շեշտենք հայոց այբուբենի գլխավոր, արժանիքը, առանձնահատկությունը, ըստ էության մարդիկ գեղագրությանն են, նայում են սիրուն է, սիրուն չէ, տառը, ինչ հրաշալի է եւ այլն, բայց գլխավոր արժանիքը ըստ էության հայոց այբուբենի լիակատար, այսինքն հայոց գրավոր նշանների լիակատար անպատասխանությունն է հայոց բանավոր խոսքի հնչյունային համակարգին, մեկ հնչյունին մեկ տառ, որը ինչ ասեմ, շատ քիչ լեզուներում կհանդիպես այդպիսի բան, եւ ստեղծելուց հետո բազմաթիվ, այդպես գիր ունեցող բազմաթիվ ժողովուրդների կյանքում դարերի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել, մերը այնքան կատարյալ է, որ առանց փոփոխությունների արդեն այսքան դար շարունակում է ծառայել մեր լեզվին եւ մեր մշակույթին։ Շատ
կարևոր դիտարկում էր, այստեղ Մեսրոպ Մաշտոցը հանդես է գալիս նաև արդեն որպես գիտնական, որ կարողացել է ընկալել եւ ստեղծել այնպիսի այբուբեն, որ մինչեւ այսօր իր մասնագիտական այժմիականությունը չի կորցրել, դրա մասին բավականին ստվարածավալ գրականություն ստեղծված է, անշուշտ 5-րդ դարի սկզբին ստեղծել այսպիսի մի այբուբեն, որ համապատասխան, ինչպես նշեցիք, մեր հնչյունաբանական ամբողջ համակարգին շատ դժվար էր եւ շատ ազգերի չէ, որ ընձեռված է այդ հնարավորությունը, մենք այդ բացառիկների շարքում ենք։ Դեր հայր, այսօր իսկապես արժե շատ մտածել, շատ անհանգստանալ մեր լեզվի վիճակի մասին, արդյոք իսկապես վտանգված է մեր լեզուն, թե այդ մտահոգությունները ինչ որ իմաստով անտեղի են։ Ասեմ, բոլոր դարաշրջաններում էլ լեզվի նկատմամբ մտահոգությունները ունեն արդիականություն, այսօր էլ դրանք չեն կորցրել, իսկապես մենք այսօր տեսնում ենք, որ մեր լեզվի նկատմամբ անուշադրություն չէ, բայց պատշաճ ուշադրություն բացակայում է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայերեն գրել, կարդալ եւ հրատարակվելը դառնա պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ամեն օր կարդալ, ամեն օր գրելը յուրաքանչյուր հայի այսպես կարևորագույն գործերից մեկը պիտի լինի եւ դա պիտի դառնա պետական քաղաքականության մաս։ Միայն դպրոցում բավարարվել հայերեն սովորեցնելով, կարդալ գրելով, կարծում եմ բավարար չէ։ Դպրոցից հետո բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտական հաստատություններում պետք է պետական աջակցություն ու խրախուսում լինի, որպեսզի գրաբարը եւ աշխարհաբարի արևելահայերեն եւ արևմտահայերեն ճյուղերը պատշաճ պետական քաղաքականության արդյունքում առաջ մղվեն եւ դառնան առաջնահերթություն։ Օրինակ, ես հիշում եմ այսպիսի մի վիճակագրական տվյալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզուների քարտեզում արևմտահայերենը Թուրքիայում, այսօրվա Թուրքիայում համարվում է վտանգված լեզուներից մեկը։ Այսօր մենք արևմտահայերեն խոսող ավագ սերունդ գրեթե չունենք։ Պետք է օրինակ այս ուղղության վրա Հայաստանում ով էլ որ լինի իշխանության առաջնորդողը պետք է դարձնել առաջնահերթություն, բնականաբար ոչ միայն արևմտահայերենը, այլև արևելահայերենը, գրաբարը, որպեսզի այդ կերպ նաև ապահովենք ապագայում այս լեզվի հարատևությունը։ Դեր անկեղծորեն իրատեսական եք համարում արևմտահայերենի, հա, այս վերացման ընթացքի կասեցումը, որովհետև քանի դեռ հա Սփյուռքը կա, գոյություն ունի, արևմտահայերենը որոշ չափով այնտեղ պահպանվում է, բայց վստահ ենք, որ մի քանի սերունդ հետո, հա, այդպես շատ ավելի փոքր ծավալներ են լինելու, փոքր շրջանակներ են խոսելու արևմտահայերեն եւ դժվար է լինելու այն պահպանելը։ Հնարավոր է պահպանել որպես ուսումնասիրության առարկա, բայց կարող ենք պահպանել արևմտահայերեն լեզուն։ Դե այսօր երբ պետական քաղաքականությունը դպրոցական դասագրքում այբենարանից հանել Մեսրոպ Մաշտոցի նկարը, փոխարենը դնել ինչ-որ QR կոդ, այս իմաստով հեռանկար չեմ տեսնում, բայց եթե լինեն այնպիսի պետական գործիչներ, ովքեր ընկալում են լեզվի կարևորությունը, որովհետև մեր լեզուն հայերեն իր եւ ճյուղերով եւ բարբառներով դրանք մեծ հարստություն են մեր համար եւ դրան տրվի պետական նշանակություն եւ առաջնահերթություն, ես իսկապես մտածում եմ, որ ապագայում մենք շարունակելու ենք ունենալ արևմտահայերենով ստեղծագործող հեղինակներ, մենք շարունակելու ենք լսել արևմտահայերենը, մենք եւ եթերներից եւ կարդալու ենք արևմտահայերեն, այսինքն արևմտահայերենը կարող է մտնել դպրոց եւ գրաբարը կարող է մտնել դպրոց եւ դրանք կարող են շարունակվել բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսինքն հայը չպետք է դադարի հաղորդակից լինել իր լեզվի հարստությանը, դրանք կլինեն որպես գրաբարը դասական լեզու, աշխարհաբարը իր երկու ճյուղերով, բարբառները լեզվի նկատմամբ պետական վարած քաղաքականության շնորհիվ ես տեսնում եմ, որ իրատեսական է
նաև արևմտահայերենը ապագայում հարատևի։ Շնորհակալ եմ Տեր Հայր, մեզ հատկացված ժամանակը սպառվեց։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում Տեր Արարատ Քահանա Պողոսյանի հետ քննարկել հայ եկեղեցուն, հայ մշակույթին, հայ ինքնությանը վերաբերող տարբեր թեմաներ։